Պարոն Հապետյան, իշխանությունները մի տեսակ տպավորություն ուզում են ստեղծել, իհարկե մենք հանրային տրամադրություններ գիտենք այդպեսի, չէ՞, իրենք խնդիր չունեն վերարտադրվելու։ Սա ձևական հանգստություն է, թե անկախ ժողովրդի կամքից իրենք ինչ որ մեխանիզմներ ունեն վերարտադրվելու եւ այդ առումով հանգիստ են։ Չէ, նախ եկեք առարկայացնենք ինչ ասել է իշխանությունը։ Այստեղ կա մի անձ, մեկ անձ, մի փոքր, մի քանի հոգի կողքը, խոսքս Նիկոլի մասին է, եւ իրենք խնդիր ունեն այդ թիմ կոչվածը, որոնց ճնշող մեծամասնությունը վարկաբեկող նյութերով են, հա, ինչպես ասում, մի մասը հավաքագրված անձինք են, մի մասն էլ գումարով առնված են։ Այսինքն դրանց մոտ այդ իմ նշած 3 տեսակի մոտ չկա գաղափար։ Եվ հետաբար այդ մարդկանց կարգին փխք է անում, մտնում է սեղանի տակ։ Իրանց 1000 տարի պետք չի, որ ինչ որ մեկի համար հանուն այդ բաների գնան զոհաբերություններ։ Եվ ըստ այդմ այդ թիմում կա խուճապ, ակնհայտ կա խուճապ, այն առումով, որ իրենք չեն կիսում Նիկոլի դառը վաղվա ապագան։ Եվ հիմնավոր եմ ոնց։ Իմ համար ցուցիչ է։ Մնացածը հեքիաթների, կենացների, գուշակությունների դաշտից է։ 2025 թիվ հոկտեմբերի 26 Հովանավանք։ Առաջին անգամ Փաշինյանը իբր պիտի մասնակցի պատարագին, դա իր բենեֆիսն է, չէ՞։ Պատկերացնում եք, ասենք լուրջ օպերացիա առաջին քայլը եկեղեցու դեմ, որտեղ առնվազն մի քանի հազար հոգի պիտի լինեին։ Բոլոր պատգամավորները, ընտանիքի անդամները մի 3-4-ով պատկաց կառավարության անդամներ, փող նախարարներ, վարչության պետեր, ընտանիքի անդամներ, ոստիկանությունը մի քանի հազար հոգի։ Այսի նվազագույնն եմ ասում։ Ոնց կարային չգայի։ Ոնց ասել եմ պիտի գային, ասվել էր, չէ՞։ Բայց չկան։ Քանի հոգի, 3 կառավարության 3 անդամ, 3 պատգամավոր, առանց ընտանիքի։ Ցուցիչա, մի քանի պեդարաստ, մի քանի արվամոլ, մի քանի իքամոլ, մի քանի աղանդավոր։ Մեկ էլ ոստիկանություն ԱԱՑ աշխատակիցների մի մասը համազգեստը փոխած քաղաքացիականում։ Ցուցիչ է սա իմ համար, մնացածը հեքիաթների դաշտից է։ Ուզում եք երկրորդ ցուցիչը ասեմ գործնականում 2025 թիվ դեկտեմբերի 18 մայրաթոր ցուցիչը կամավորները կարգով ավել էին իրանց այդ հարբած, ուռած, փչացած, պղծված աղանդավոր վիճակ եւ բերված ցուցիչը չէ ես կոն ոչ մեկ գոշման չէ կազմակերպել կամավոր են չէ եկել ցուցիչը բաուր են այդ իր թիմի անդամները ինքը չկար բա թիմ ուրա թիմ չկա ուրեմն կա Փաշինյան իր մեջքին կանգնած ինչ որ ուժային կենտրոնների հատուկ ծառայություն է մասնավորապես մեր երկու հարևան պետություններն են շահագրգիռ այդ մարդու վերարտադրության համար Թուրքիա, Ադրբեջան, Բրիտանիա, ինչ որտեղ էլ հիմա Միացյալ Նահանգներ։ Այդքան բան։ Դա բավարար չի որ այնպես հանգիստ եք ասում այդքան բան ոնց որ Բա ինչ։ Միացյալ Նահանգներ, Թուրքիա, հետո Եվրամիություն 2.5 միլիոն 400,000 մարդ 300 ասենք ներողություն պարոն Հապետյան եկավ ընտրությունների օրը ժողովուրդը իրեն դեմքը վիարկեց ասեց բան մեծ քթով Վահագն Հովակիմյան հայտարարեց որ Նիկոլը 54+% հավաքել է Ամերիկան Եվրամիությունը ասցին մի քայլ առաջ է 2 քայլ ձախ 3 քայլ աջ ընդունում ենք արդյունքները ինչ ձեր գործողությունները դες ձեր հարցին պատասխանում եմ խնդրեմ 2.400,000 մարդ 375 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է Գազայի հատվածում արդեն երրորդ տարին է հոկտեմբերի 7-ից պատերազմում է աշխարհում ամենառազմականացված մոտիվացված բանակներից մեկը եւ ինչ ցեղասպանության ենթարկվեց հարգելիս այդ ժողովուրդը ծնկի չի գալիս ժողովուրդը պատրաստ է մեռնել ժողովուրդը կռվում է իսկ մեր ժողովուրդը հիմա դուք ասում եք ես ասում եմ հնարավոր է հաղթել դուք ինձ եք հարցնում ասում հնարավոր է միշտ էլ հնարավոր է հիմա բայց մենք Գազայի ժողովրդին չենք կարող վերել այստեղ պետք չի դու դարձ մեր ժողովուրդը այդպեսին է պատրաստ է մեր ժողովուրդը պատրաստ է իրական պատրաստ ենք բա մեր գործը ինչ է մենք չենք անում իրենք սրտիկներ են ցույց տալիս մենք էլ բացատրում ենք չէ այսինքն ես գնահատում եմ որ այստեղ խնդիրը դրսի ուժերը չեն դրսի ուժերը իհարկե ուզում են այս տարածքը չլինի հայկական այս պետություն չլինի մենք ստրուկ լինենք անդերքը շահագործենք մեր առողջության հաշվին տանք իրանց հա հանքարդյունաբերությամբ Ես շատ բան են ուզում, իսկ դու ինչ ես ուզում։
Հիշեմ Միքայել Սրբազանի շատ թևավոր խոսքը։ Հիմա մենք Սասունցի Դավթի զարմից ենք, թե Ցռան Վերգոյի։ Օրինակ պաղեստինցիները Գազայի հատվածի Սասունցի Դավթի զարմից են։ Իդեպ իրենք սեմական ցակում չունեն, որքան ես գիտեմ։ Դա էլ հարց է։ Հիմա մենք հավաքական առումով չեմ ասում, հա, խմբային եւ այլն, պահում ենք մեզ Ցռան Վերգոյի պես։ Եթե այդպես ուրեմն վերջն էլ այդ պիտի լինի։ Եթե կռիվ ես տալիս քո տունը, քո հայրենիքը, քո ընտանիքը, քո հավատը, քո արժեքները, քո Աստված դատարկ հնչյուններ չեն, եւ որի համար դու պատրաստ ես դրանց ամենամեծ զոհաբերության, կարգին փղկից հետո Նիկոլը իր փոքրատիվ թիմով թռնելու է։ Ես գտնում եմ այսպես ընտրությունները միջոց է իշխանափոխության, որտեղ իշխանությունը պետք է հասկանա 60-70-80% Հայաստանի քաղաքացիներն էլ անդրադեղամաս, իսկ այդ դուք պատկերացնում եք ինչ մոտիվացիա է։ Իսկ այդ մոտիվացիա մարդը որ գալիս անդրադեղամաս, վստահաբար չի գալիս չէ Նիկոլին քվեարկելու։ Իսկ վստահաբար այդ տոկոսը նշանակում է, որ հետընտրական գործընթացներում ոստիկանների հետ սիրով կարող է բացատրվել, որ ավելի լավ է ժողովրդի հետ կորեկտ մնալ, ապօրինություններ չանել, որովհետև հետո կարող է պատժվեն։ Քան ապօրինություն անել ու պատժել, խստագույնս, իրենք եւ իրենց ընտանիքի անդամները, որովհետև ես ասել եմ եւ համոզված եմ ասում, հունիսի 7-ը այս տարվա նույն 18 թվի մայիսի 28-ն է։ Ինչու՞։ Հիմնավորեմ 18 թվի մայիս 28-ին մեր ժողովուրդը եւ այստեղ ապրող եւ առաջին հերթին ես միշտ դրա մասին ասել եմ եւ պիտի ասվի, որտեվ Բաշաբանի ճակատամարտի հաղթանակի առույցի բաժինը Ջահանգիր աղայի ու Սուբեի հեծյալներն են բերել։ Սա մեր ժողովուրդը միշտ իմանա։ Բաշաբարանում պարտվում ենք, թիկունքից խփում էին։ Սարդարաբադում պարտությունը 100% ես որպես զինվորական ասեմ։ Ուրեմն այդ ժամանակ մեր ժողովրդի ֆիզիկական լինելություններ եւ ով որ այստեղ ապրում են։ Բայց այն ժամանակ գիտակցումը կար, չէ՞, պարոն Հապետյան, այսինքն էլիտա ասվածը։ Ուրեմն քաղաքական էլիտան որոշել էր նահանջել։ Արամ Մանուկյանը խմբով գնում է Վեապարի մոտ։ Կաթողիկոս Ալբան որոշեց։ Նա ասում է գնա տանենք Սևան գանձերով հոգեականով, ասում է եթե չեք պաշտպանելու, մենք ենք պաշտպանելու։ Ես զանգերը։ Այդ ժամանակ մեր դիմաց թուրքական դիվիզիաների մեծ մասը էլիտար էին։ Այսինքն գրոհային դիվիզիաներ էին, փորձություններով անցած։ Հաղթեցինք։ Աստծո օրհնությամբ եւ ողորմածությամբ հաղթեցինք։ Որտեւ թուրքը գալիս էր այդտեղ, որ հայ չլինի ու վերջ, թեման փակվում էր։ Հիմա ինչ է կարծում, հունիսի 7-ից հետո տեսականորեն Փաշինյան Նիկոլն է մնում։ Ինչքան ժամանակ, մի տարի, 6 ամիս, 2 տարի, 5 տարի, բայց սկզբունքորեն նույնն է։ Թուրքը գալու է, որ մենք չլիարժեքորեն։ Ուրեմն բայց մի ճշգրտում անեմ։ հունիսի 7-ը այդ մայիսի 28-ը։ Մի ճշգրտում